Մեր շենքում ինչ որ կնոջ էին ծեծում։ Առաջին օրը մենք ցած խառնված իջել ենք ուզում ենք հասկանանք, որ տնից է ձայնը գալիս, որովհետև ձայները կար, բայց կոնկրետ որ հատվածից էր ոչ մի կերպ չենք հասկանում։ Հենց այդ նույն օրը լիֆտի մեջ հարևաններից մեկին եմ հանդիպում, ասես բորբոքված պատմում է, մարդը ասում է. «Վարձով ապրո աղջիկա»։ Ասում դուք լսել եք։ Ասում հա։ Ես այնց ահա որ ներվայնացած, այդ անտարբերությունից դուրս եմ գալիս, էլի այդ նույն օրը, էլի լիֆտում հարևաններից մեկին եմ տեսնում, բորբոքված խոսում։ Հա, դա ամեն օր լսվում է այդ ձեները։ Ասում ամուսինս դեմ է ոստիկանություն զանգենք։ Ասում փաստորեն դուք լսել եք, ասում դե հա ամեն օր էլ էտա դրանց տունը։ Ասանք էս պատմության պիկին հարևանուհուս ասում եմ, չգիտեմ, չեմ հասկանում ինչ կարելի է անել, մեկ էլ ասում է, հա դրանց գիտեմ, տանտիրոջը ասել եմ, դրանց տնից կհանի էլ, չմի նեղվեք։ Ահա որ ներվայնացած եմ, դուք հասկանում եք, որ չպետք է տանտիրոջը զանգել ասել, որ այդ կնոջ տեղից հանեն։ Պետք է զանգեք ոստիկանություն։ Պատկերացնում եք 2 օրվա ընթացքում, բայց պլյուս մարդու հետ ես խոսում եմ կնոջ հանդեպ բռնության մասին, 6-ից որևէ մեկին այդ թեման հետաքրքիր չի։ Ինչ անել այդպիսի իրավիճակում։ Որևէ մեկը չի ասում գնացեք, դուռը բացեք, խառնվեք, այդ հարվածել ձեզ հասնի, քննադատել է անտարբերությունը, որ օրինակ կարելի է անանուն զանգ կատարել ոստիկանություն։ Զանգում եք ոստիկանություն, ասում եք, որ ձեր զանգը անանուն է, ոստիկանությունը ձեզ չի անհանգստացնում։ Այդ կնոջ ձայնը մինչև հիմա իմ ականջներում է կնոջ աղեկտուր ձայնից ու մարդիկ այդ ձայների ներքո ծառոյավ են ապրում։